Ով Աստված, դու ես իմ Աստվածը, ես առավոտ քեզ պետք է փնտրեմ, հոգիս կծարավի քեզ ու մարմինս քեզ կփափագե, չոր ու ծարավ տեղը, ուր ջուր չկա, քո զորությունդ ու փառքդ տեսնելու համար, ինչպես քեզ տեսած եմ սրբարանների մեջ, որովհետև քո ողորմությունդ կյանքեն աղեկ է, շրթունքներս քեզ պիտի գովի ամեն օր, իմ Տերս ու Թագավորս դու ես, քեզ հուսացողը հավիտենական կյանք պիտի ունենա, ամեն։ Սիրով ողջունում եմ ձեզ բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, աշխարհով մեկ սփռված հայեր ջան, մաղթում եմ ձեզ ուրախ, խաղաղ օրհնյալ օր, սիրելիներս, այսուհետև հոլովակը սկսելու եմ Աստծո խոսքից, Աստվածաշնչից, Սաղմոսներից, առակներից, կարդացի այսօր ձեզ համար Սաղմոս 63-ի առաջինից 5-րդ խոսքը, ուզում եմ խոսել, ընդհատում է, որը ես չեմ սիրում, որ խոսելու ընթացքում ընդհատում են, բայց մեր կեշան ընդհատում է, ուզում է խոսի, դայլայլի, խոսի սիրելիս, ծածկած էր, որ ինչ չխանգարի, հետո գիտեք ինչ, ես այնպիսի բնավորություն ունեմ սիրելիներս, որ ծվծվում է այդ շորի տակ, մթության մեջ, դարձյալ սիրտս չտարավ, գնացի բացեցի ասին, ինչքան ուզում ես դայլայլի, թող քո ձայնը լցվի մեր տան մեջ, թող քո անուշ ձայնը օրհնություն բերի, բարություն բերի, սիրելիներս, ինքն էլ թրջուն է, բայց ինքն էլ է ուզում ապրել, շփվել, խոսել, դայլայլել, դրա համար թող վայելի իր գեղեցիկ օրը, դրել եմ գեղեցիկ սակուրայի ծաղիկի մոտ, սիրուն նայում է և դայլայլում է, թող դայլայլի։ Սիրելիներս, միսը լվացել եմ, տավարի մանր կտորներ են, դրել եմ, ջրքանվել է, այդ ընթացքում ձեզ հետ կոֆե խմեցի, իսկ հիմա միսը պետք է եփեմ, մի թեթև խաշեմ, աղ անեմ, փրփուրը հավաքեմ, որոշել եմ այսօր պատրաստել համեղ փլավ սոխով, պղպեղով, գազօջախը վառեմ, դնեմ, թող եփի։ Տապակի մեջ լցրել եմ յուղ, արդեն հալվել է, ավելացնում եմ մանրացրած սոխը, հիմա կխառնեմ, վերջ, թող տապակվի։ Միսը բավականին ժամանակ եփում է, վրայի փրփուրը հավաքել եմ, հիմա աղ եմ լցնում մսի վրա, կխառնեմ, թող մի քիչ էլ եփի աղը, որ ավելի համով լինի միսը, խառնում եմ սոխը, արդեն համարյա պատրաստ է, կարմրում է, պետք է դառնա թափանցիկ և ոսկեգույն, շատ սևացած պետք չէ։ Դրել եմ այստեղ մի փոքր կանանչի, կես կտոր պղպեղ, պատրաստելու եմ սոխառածը պղպեղով և թարմը համեմ սամիտ մաղադանոսով։ Հիմա ավելացնում եմ սոխառածին, կանանչին և պղպեղը, նորից մի լավ կխառնեմ, թող իրար հետ տապակվեն, համեմվեն համերով իրար։ Հիմա բավականին ժամանակ տապակվում են, ավելացնում եմ աղ։ Եվ կարմիր պղպեղ, մեկ լավ թեյի գդալ։ Նորից կխառնեմ,
որ կարմիր պղպեղը, սոխը, կանանչին պղպեղը, թարմը խառնվեն իրար։ Բերանը ծածկեմ։ Հիմա տեսեք ինչ լավ ստացվել է, մոտիկ եմ բերել, տեսախցիկը, որ երևը, ավելացնում եմ խաշած մանր կտորներով կտրտած միսը։ Միսը, սոխը բոլոր իրար հետ կխառնեմ, մի 5 րոպե էլ կծածկեմ բոլոր բաղադրիչները, որ իրար համ համեմվեն, համ էլ մերվեն իրար հետ։ Վերջ, պատրաստ է մեր սոխառածը։ Այստեղ ցույց եմ տալիս, թե ինչ մակարոն եմ եփելու, սիրելիներս։ Պատրաստում եմ մակարոնը սոխառածով։ Չեմ կարողանում բացեմ, հեսա դանակ բերեմ, կտրեմ, բացեմ, ցույց տամ։ Գունավոր, տարբեր ձևերով կտրտած մակարոնները։ Հիմա արգանակի ջուրը քամել եմ, վրան ավելացրել եմ ջուր, եռացրել եմ, հիմա աղլացնեմ, որ այդ ջրի մեջ խաշեմ մակարոնները։ Տեսնում եք, ինչ բարձրանում է, պետք է զգույշ լինենք։ Լցնեմ, խառնեմ, թող եփի։ Մակարոնը արդեն խաշվեց, քամել եմ, ջրքամվել է, ավելացնում եմ սոխով, մսով պատրաստված պատլիվին, առանց տոմատի եմ պատրաստել, միայն կարմիր պղպեղ, թարմը պղպեղ, սոխ, միս և թարմը կանանչիով։ Շատ համեղ է ստացվում, սիրելիներս, դուք էլ կարող եք սովորական մակարոնն էլ այդպես պատրաստել։ Տեսնում եք, հատիկ, լավ ստացվեց։ Իսկ հիմա գնանք ցույց տամ, թե ինչ գործ եմ արել։ Գնացինք միասին։ Սիրելիներս, այստեղ էլ կոշիկներն եմ լվացել, գեղեցիկ, շարել եմ, որ չորանա։ Իհարկե մեջերը չեմ լվացել, կողքերը լավ լվացել եմ։ Եվ տակերն եմ լվացել, կչորանա, որ կոշիկը որ չենք հագնում, մեջերը թուղթ եմ դնելու, դնեմ կառուպկայի մեջ և համապատասխան տեղը շարեմ։ Այստեղ էլ բերել եմ 3 ծաղկաման, սենյակային ծաղիկները ջրել եմ, շատ չոր են, տեսնում եք, պերեկիսով որ ջրել եմ, ինչքան լավ կանանչել է, փարթամացել է։ Սիրելիներս, եթե դուք կջրեք, 1 գդալից ավել չլցնեք 1 լիտր ջրին։ Ցույց եմ տալիս այս գեղեցիկ անուշ համով հոտով ծաղիկներով լավաշը կարմիր ճաշը եփեցի, սիրելիներս, կոշիկները լավ լվացել եմ, դրել եմ չորանա, որ տուփերի մեջ դնեմ և վերցնեմ, որ կոշիկը որ չենք հագնում։ Ծաղիկները ջրեցի, մաքրեցի, տերևները մաքրեցի։ Հիմա հերթը արդեն հաց թռչելուն է։ Թռչում եմ այսպես կողքերով, որ փափկի, եթե մեջտեղն էլ շատ թռչեմ, կխմորվի, մեջտեղի մասը քիչ եմ թռչում։ Հիշեցի կիսուր մայրիկս մածունի շշի վրա փոքր կապրոնից կրիշկաներ էին լինում, ծակծկում էր, հագցնում էր այդ շշի վրա և թռչում էինք հացը։ Իսկ հիմա ինչեր ասես, որ չկա, էլ ինչ մածունի շիշ, ինչ կապրոնի կրիշկա ծակել, դնել, չարչարվել, պատրաստի ծախում են, հենա գնել ենք, թռչում ենք։ Կենցաղային բոլոր պարագաները կան, ասեմ, որ ընտիր հաց էր թխում կիսուրս, ծաղիկ, երկար, գյուղի մեջ միակն էր, որ այդպիսի լավ անուշ սիրուն հացեր էր հանում։ Այս հացն էլ շատ համեղ է, սիրելիներս, ճիշտ է, ինքը թոնրի լավաշ չէ, բայց նորից մեծ ծաղիկներով շատ անուշ հաց է, ցույց եմ տալիս, թե ինչքան ծաղիկներ ունի այս լավաշը։ Միայն կողքերն է այս հացի թերությունը մի քիչ շատ չոր է։ Հիմա ոչինչ, լավ,
կթրջեմ, կփափկի, կկտրտեմ։ Մեծ թխում ենք մանավանդ աշնանը, մեշոկներով թխում ենք, որ ամբողջ գարնանը ձմռանը ցուրտ եղանակին չթխենք։ Ահա տեսնում եք, ցույց եմ տալ ինչքան լավ ծաղիկ հաց է, անուշ։ Ուղղակի թոնրի հացին երբևիցե չի հասնի։ Թոնրի հացի համն ու հոտը ուրիշ էր, սիրելիներս։ Ամբողջ գյուղը հոտը վերցնում էր, ով որ հաց էր թխում, իսկ հիմա այդպիսի հոտեր չկան։ Սրանք լրիվ տոկի լավաշներ են։ Կթրջեմ, կծածկեմ, ամանի սրբիչով կփափկի, կկտրատեմ, սիրելի հետևորդներ ջան։ Թրջած լավաշները փափկել են, հիմա ես կտրատում եմ, կդնեմ պակետի մեջ, նոր հացամանի մեջ, երեկոյան հացն էլ պատրաստ կլինի։ Այսքանը սիրելիներս, իսկ ես շնորհակալ եմ, որ դիտեցիք հոլովակը մինչև վերջ և որ ինձ հետ էիք, իմ բարի, լավ, հարազատ դարձած հետևորդներ ջան։ Մաղթում եմ ձեզ, եղեք առողջ, օրհնված։ Այսքանով ավարտում եմ այս համեղ հոլովակը, ցտեսություն, մինչ նոր հոլովակ, իմ լավ բարեկամներ։